Բարև ձեզ, դուք լսում և դիտում եք գործագործ հաղորդաշարը։ Այսօր իմ հաղորդման հյուրը Լաուրա Պետրոսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարծում եմ շատերը Լաուրային գիտեն, Լաուրան կառավարման հոգեբան է, հոգեթերապևտ է և կազմակերպչական coach, այդպես է ճիշտ ասեմ։ Նաև այդպես է։ Շնորհակալ եմ, որ երկրորդ անգամ ինձ հյուր եք եկել, կարծես թե 1 տարուց մի փոքր ավել ժամանակ է անցել մեր առաջին հանդիպումից, բայց ես կարծում եմ, որ մենք շատ ասելիք ունենք մեզ լսողներին եւ դիտողներին, դրա համար ոնց որ ձեզ խնդրեցի, որ եւս 1 անգամ ինձ հյուր գաք։ Ես եմ շնորհակալ, որ նորից հնարավորություն եք ընձեռնել այստեղ զրուցելու շատ հետաքրքիր թեմաների մասին։ Որքանով ես տեղյակ եմ, վերջին ժամանակներում բավականին ուշադրություն եք դարձնում հոգեբանության եւ բիզնեսի կապին եւ արդեն աշխատանքներ եք կատարում եւ նույնիսկ դասընթացներ կան, որի շնորհիվ մարդիկ, ովքեր կապ չունեն հոգեբանության հետ, իրենք օրինակ բիզնեսի ղեկավար են, մարդկային ռեսուրսների կառավարիչներ են, ովքեր ստանում են հոգեբանությունից գիտելիքներ ոչ թե որպեսզի դառնան հոգեբաններ, այլ որպեսզի առավել արդյունավետ կառավարեն կազմակերպությունը, թիմին, այս մասով ինչ կասեք, ինչու որոշեցիք, որ այդ կապը պետք է ավելի ուժեղացնեք բիզնեսի եւ հոգեբանության։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, անկեղծ ասած գաղափարը առհասարակ որտեղից եկավ եւ հիմա դուք հարցնում եք եւ ես զուգահեռաբար մտածում եմ վերջին ժամանակներս, երբ որ ես բավականաչափ ակտիվ զբաղվում էի կառավարման հոգեբանության հետազոտական ինչ-որ խնդիրներով եւ այստեղ հետաքրքիր միտում նկատեցի, որ HR-ները եւ առհասարակ բիզնեսի առաջնորդները, լիդերները, ղեկավարները իրենք սկսեցին շատ ավելի հետաքրքրվել հոգեբանությամբ։ Երբ որ այստեղ հարցեր առաջանում, թե հոգեբանությունը ձեր ինչին է պետք, եւ պատասխանը այն էր, որ իրենք ուզում են շատ ավելի լավ հասկանան իրենց աշխատանքը, իրենց աշխատակիցներին, եւ այստեղ ուրիշ մի կարեւոր հարց կա, շատ ավելի լավ ուզում էին հասկանան, թե առհասարակ իրենք այդ բիզնեսի մեջ ինչ իմաստ են դնում, ինչպես կարող են իրենց բիզնեսը զարգացնել իրենց հնարավորություններին համապատասխան։ Այսինքն խնդիրը աճել է հենց այդ դաշտից եւ ոչ թե հոգեբանության դաշտից։ Ես իհարկե շատ ուրախ կլինեի, որ դա աճած լիներ հենց հոգեբանության դաշտից, բայց այստեղ երևի ճիշտ է ասել, որ աշխարհը դինամիկ է զարգանում եւ պահանջարկը եկել է հենց այդ դաշտից, որ հոգեբանությունը լինի այնպիսի հետազոտություններ իրականացնի, որոնք որ թույլ կտան, որ բիզնեսի մարդիկ շատ ավելի լավ վարեն իրենց բիզնեսը եւ շատ ավելի լավ հասկանան մարդկանց։ Մոտ ժամանակներում պլանավորված տրեյնինգ կա, հա, որը նախատեսված է ղեկավարների եւ բիզնեսի սեփականատերերի համար, ինչու՞ չէ, որի շրջանակներում իրենք պետք է կարողանան հասկանալ սեփական անձը ավելի լավ, թե թիմի հոգեբանությունը պետք է կարողանան, ինչն է քննարկվելու, հա, ինչ են արդյունքում ստանալու, թե երկուսը միասին։ Որպեսզի շատ ավելի լավ պատասխանեմ ձեր հարցին, եկեք պատասխանեմ այն տեսանկյունից, թե առհասարակ բիզնեսին հոգեբանություն ինչի է պետք, հա։ Ինչպես քիչ առաջ նշեցի, բիզնեսի մարդիկ, աշխատակիցները սկսեցին հետաքրքրվել ակտիվ սրանով եւ այստեղ հետաքրքիր հարցեր առաջանում այն գիտելիքները, որոնք որ իրենք ստանում են օրինակ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում եւ առհասարակ առաջնորդման ոլորտում, կառավարման ոլորտում ընդհանրապես, այստեղ հարցեր առաջանում, թե եթե այնտեղ առաջանում են որոշակի հոգեբանական խնդիրներ, ապա այդ հոգեբանական խնդիրներին ինչպես լուծում տալ։ Եվ շատ հաճախ, երբ որ հրավիրում էին օրինակ բիզնեսի խորհրդատուներ, ովքեր որ պիտի օգնեին բիզնեսի զարգացման հարցերում եւ փոփոխությունների կառավարման հարցերում, այստեղ առաջ էին գալիս խնդիրներ, որոնք որ վերաբերվում էին միայն ու միայն հոգեբանական մասով, հա, եւ բնականաբար այստեղ լուծումներ տրվում էր լուծումներ փորձից ելնելով, տրվում էր լուծումներ կառավարչական որոշակի գիտելիքներից ելնելով, բայց երբ որ ընդհանուր զրույցների ժամանակ մենք հասկանում ենք, որ այնտեղ կան ավելի խորքային երևույթներ, որոնք որ կարելի է հենց այդ տեսանկյունից, հոգեբանական տեսանկյունից լուծումներ տալ, այս տեսանկյունից բիզնես աշխարհը սկսեց բավականաչափ ակտիվ հետաքրքրվել հոգեբանությամբ։ Եվ այստեղից առաջացավ գաղափարը, որ գուցե պետք է հոգեբանությունը հենց բիզնես ոլորտի համար։ Սա ոչ թե բիզնես հոգեբանությունն է, այլ հոգեբանության այն մասը, որը որ անհրաժեշտ է մարդկային ռեսուրսների կառավարիչներին եւ բիզնեսի առաջնորդներին, ղեկավարներին։ Այս մասով շատ ինքը, եթե ծրագրի մասին է խոսքը, ծրագիրը
այսպես ասած շատ հեղինակային է, որ իրականացնում ենք մարգարեսների կառավարման ոլորտի շատ կարկառուն դեմքերից մեկի հետ։ Գաղտնիքը բացենք, որ միասին ենք իրականացնում, այո։ Եվ այստեղ շատ կարևոր է այս միասնությունը։ Շատ կարևոր է այն տեսանկյունից, որ միայն հոգեբանները այս ոլորտում թերևս ոչինչ անել չեն կարող։ Միայն կառավարման ոլորտի մարդիկ, ովքեր ունեն ընդհանրապես մի քիչ հոգեբանական գիտելիքներ կամ գուցե շատ հոգեբանական գիտելիքներ, էլի միայնակ ոչինչ անել չեն կարող։ Եվ այստեղ շատ կարևոր է այս միասնությունը եւ կարևոր է ոլորտային այս հատվածը։ Որովհետև այս երկու ոլորտների միասնությունն է, որ թերևս ապահովելու է ավելի դինամիկ զարգացում, ավելի առաջընթաց։ Եվ թերևս այդ ծրագիրը կվերաբերվի դրան, բայց իհարկե մենք չենք սահմանափակվի միայն ու միայն այդ ծրագրով, որտեղ ծրագիրը պահանջարկն ունի։ Պահանջարկը ունի մեր երկրում դեռևս նոր, բայց աշխարհում վաղուց է դա գործածվում։ Սկզբունքորեն, եթե հարցնելու լինեք, թե ինչի վրա ենք հենվել այս ծրագիրը իրականացնելու համար, մենք հենվել ենք եվրոպական փորձի վրա եւ այնտեղից ունենք խորհրդատուներ, ում հետ որ կազմել ենք հենց այս ծրագրի հիմնական մասերը, թերևս այնտեղ վաղուց արդեն գործածվում են դրանք։ Մի այսպիսի հարց ինձ մոտ ցակեց, տեսեք, բիզնեսի կառավարման գործընթացում բիզնեսը կառավարում ենք մակրո մակարդակով եւ միկրո մակարդակով։ Հիմա շատ բիզնեսի սեփականատերեր կմտածեն մարդիկ, ովքեր ունեն օրինակ 300-400 աշխատակից, կարող են մտածել, որ մեր ինչին է պետք հոգեբանությունը, եթե մենք չենք շփվում բոլոր 400 մարդու հետ, որտեղ կարող են պատկերացնել, որ գիտելիքները պետք է օգնեն, որ իրենք բոլորի հետ խորքային զրույցներ ունենան եւ այլն եւ այլն։ Այս մասն եմ ուզում շեշտադրեք, որ եւ բացատրեք, որ հոգեբանությունը կարող է ազդել նաեւ նախ համակարգային կառավարման վրա, որովհետեւ այն համակարգերը, որոնք որ մենք դնում ենք մեր հոգեբանությունից ելնելով, եւ նաեւ այն, որ հոգեբանությունը կառավարման մեջ օգնում է մեզ այն պարագայում, երբ մենք ինքներս մեզ ենք սկսում ավելի լավ հասկանալ։ Այս երկու ուղղություններով մի փոքր ավելի մանրամասն, եթե ճիշտ եմ ասում։ Շատ խորքային հարց եք տալիս եւ հետաքրքիրը ստեղ այն է, որ ես հիշեցի վերջին ժամանակներս որպեսի հյուր բիզնես ակումբներից մեկում էի եւ այնտեղ երբ որ խոսում էի թե բիզնեսի հոգեբանությունը եւ հոգեբանը բիզնեսում ինչ կարող է անել, որ խոսում էի տարբեր տեսակի հոգեբանական մոտեցումների մասին, այնտեղ այդպիսի ակնարկներ էր հնչում, որ մենք դա անում ենք, մենք դա գիտենք։ Գիտեք, այստեղ հետաքրքրական այն է, որ դա անելը պարզապես քթածակով, սա այլ բան է, իսկ դա անելուց դրա տակ ունենալ գիտական հիմքեր, ունենալ արդեն վաղուց ապացուցված ինչ-որ բաներ, որոնք որ վերաբերվում են անձին, սա բոլորովին այլ բան է։ Եվ խնդիրը այստեղ հենց այս հարթակում է, որ մենք ուզում ենք, որ Հայաստանում էլ այդ մակարդակը բարձրանա, Հայաստանում էլ արդեն պրոֆեսիոնալ ոլորտ մտնի, որտեղ մինչև հիմա, այո, համաձայն եմ, բիզնեսի մարդիկ աշխատել են իրենց փորձի վրա հենվելով, շատ խոնարհվել կարելի այդ մարդկանց առաջ, որ իրենք հենց իրենց փորձի վրա հենվելով ահագին բան են արել, բայց դե այսօր աշխարհը առաջ է գնում եւ դրա վերաբերյալ կան մոտեցումներ, որոնք որ բնականաբար արդեն գիտականորեն ապացուցված եւ փորձարկված մեթոդներ են եւ այս պարագայում խուսափելու համար բազմաթիվ սխալներից եւ սուբյեկտիվ ընկալումներից անհրաժեշտ է ունենալ հոգեբանական գիտելիքներ, անհրաժեշտ է ունենալ հոգեբանական գիտելիքները ոչ միայն բիզնես վարող մարդկանց ղեկավարներին, այլ նաև այն մարդկանց, ովքեր որ առնչվում են շատ մարդկանց հետ։ Այստեղ մենք ունենք երկու տեսանկյուն։ Մի տեսանկյունը այն է, երբ որ աշխատակիցները շատ են, ինչպես ձեր հարցում հնչեց, աշխատակիցները շատ են, այստեղ ղեկավար անձը ինքը ենթարկվում է արդեն վտանգի, որովհետև շատ մարդկանց հետ շփվել, առաջին հերթին անհրաժեշտ է պահպանել սեփական անձը, հետո նոր հոգ տանել մյուսների մասին։ Սա էլ կարծես հոգեբանական հիգիենա կարող ենք ասել, հենց բիզնես ոլորտում աշխատող անձի համար, որը որ էլի մեծ հետաքրքրական դաշտ է եւ շատ անհրաժեշտ դաշտ է, որովհետեւ շատ հաճախ աշխատակիցները, շատ լավ աշխատակիցները իրենք լքում են տվյալ կազմակերպությունը զուտները համար, որովհետեւ իրենք չեն կարողանում հենց իրենք իրենց պահպանել։
Այս տեսանկյունից իրենք իրենց անձը, հա, նկատի։ Այո, իրենք իրենց անձը եւ այստեղ աշխատանքի նկատմամբ առաջանում է հիասթափություն, աշխատանքից բազմաթիվ դժգոհություններ, որոնք որ վերաբերվում է որոշակի բիզնես գործընթացներին, որոնք նախկինում իրենք շատ հաջողությամբ արել են, բայց չգիտես ինչի դժգոհություններ են առաջանում եւ ինչու՞ չի առաջանում են նաեւ ֆիզիկական զգացողություններ։ Այստեղ ընդունված է ասել, որ դա հուզական այրումն է եւ եթե հոգեբաններին չենք դիմում, հուզական այրման համար ուղարկում են արձակուրդի կամ չգիտեմ որոշակի այսպես միջամտություններ կա, որը սանատորիա։ Այո, կարծես թե որպես ցավազրկող ինչ որ միտեղ օգնում է, բայց դա ընդհանրապես ցավազրկող է։ Ընդհանրապես դա կարող է ժամանակավոր ինչ որ տեսակի լուծում տալ կամ կարող է դա էլ չտալ։ Այս տեսանկյունից կազմակերպական հոգեբանները անհրաժեշտ են կազմակերպությունում աշխատելու համար։ Իսկ մյուս տեսանկյունից ինչը որ վերաբերվում է մյուս աշխատակիցներին կամ բիզնես գործընթացներին, տեսեք, այստեղ հետաքրքրական այն է, որ եթե մենք բիզնեսը դիտարկենք որպես կենդանի օրգանիզմ, ապա կենդանի օրգանիզմը ինքը զարգացման անհրաժեշտություն ունի։ Իսկ զարգացումը ենթադրում է փոփոխություններ։ Որտեւ եթե մենք բիզնեսը դիտարկենք որպես չզարգացող, ապա ժամանակի ընթացքում փոշիանալու է եւ անհետանա։ Բիզնեսը զարգացում չի ունենա եւ ինքը արդեն վտանգված է ինչ որ ժամանակ չլինելուն։ Իսկ եթե զարգացող է բիզնեսը, ապա պետք է կրի փոփոխություններ։ Եվ համեմատականները այսպես տանեմ, այնպես ինչպես որ յուրաքանչյուր անձ իր զարգացման ընթացքում տարբեր տարիքային փոփոխություններ է կրում, եւ այդ փոփոխությունները առաջին հերթին անձի ներսում եւ հետո իր փոխհարաբերությունները միջավայրի հետ։ Գործընթացները նույն կերպ են զարգանում։ Առաջին հերթին բիզնեսի ներսում են այդ փոփոխությունները տեղի ունենում եւ մյուսը բիզնես եւ արտաքին միջավայր, հա։ Եվ այստեղ բնականաբար հոգեբանական գործոնը շատ է։ Այս համեմատությունը պատահաբար չի արված, հիմնականում սա գեշտալտ մոտեցմամբ է բիզնես կառավարումը հոգեբանական տեսանկյունից տեղի ունենում։ Կենդանի օրգանիզմը մարդը առհասարակի զարգացման ընթացքում մենք քանի անգամ ենք մեր կյանքում ունենում այդ անհրաժեշտությունը հենց հոգեբանի հետ աշխատելու։ Պատկերացրեք այդքան էլ բիզնեսը ունի այդ անհրաժեշտությունը, որպեսզի հասկանանք, թե առհասարակ բիզնեսի ներսում ինչ է տեղի ունենում, բիզնեսի մարդիկ ինչպիսի վիճակում են, ինչպիսի փոխհարաբերություններ են եւ հետո բիզնես եւ աշխարհ փոխհարաբերությունները։ Եթե մի քիչ ավելի լայն տեսանկյունից ներկայացնելու լինեմ, ապա եվրոպական տեսանկյունից սա հնչում է կարծես թե բիզնեսի զարգացման հոգեբանություն, բիզնեսում փոխհարաբերությունների հոգեբանություն, հա, այսպիսի եզրույթներ կան, այսպիսի անվանումներ կան։ Մենք Հայաստանում թերևս ժամանակապակվում ենք դեռևս նրանով, որ կազմակերպական հոգեբանությունն ենք փորձում զարգացնել։ Ինձ թվում է Հայաստանում կան ընկերություններ, շատ ընկերություններ եւ ընկերության ղեկավարներ, որոնք մեզ կլսեն, կասեն, վայ, այս ինչից են խոսում, ինչ զարգացում, փողը աշխատում ենք։ Եվ իսկապես կարելի է գտնել կազմակերպություններ, որոնք իսկապես ինչ որ գումարներ աշխատում են, չեն խորանում կազմակերպության զարգացման մեջ, չեն մտածում, որ դրա անհրաժեշտությունը կա։ Ինչ է կարծում, այսպես թե այնպես կգան այն կետին, որ իսկապես բիզնեսը կենդանի օրգանիզմ է եւ պետք է որոշակի փոփոխություններ իրականացվեն, որովհետեւ շուկան էլ է փոփոխվում, այսինքն մենք հիմա կալկուլյատորով չենք աշխատում, ամեն դեպքում համակարգիչ ենք դնում, եթե ավտոմատիկայի մասն ենք ասում, իրենք իրենց ներսով էլ կգան այդ գիտակցմանը, թե ոչ, թե ամեն դեպքում են մարդիկ, ովքեր ուղակի գումար են աշխատում, իրենց բիզնեսը ոչ մի արժեք չի ստեղծում, ուղակի փող աշխատում են, այդպես կարող են լինել բիզնեսներ, որոնք այդպես կշարունակեն ճանապարհը, թե ամեն դեպքում իրենք էլ կգան այդ կետին կամ կփակվեն, ոնց եք մտածում։ Վարդուի ջան, նախ ինձ թվում է, որ ինձ հետ կհամաձայնեք, որ փողը հենց այնպես չի աշխատվում երբեք։ Այսինքն, եթե ասել, որ փող է աշխատում ենք, դա երբեք հենց այնպես չի լինում եւ երբեք դա մեկ անգամյա չէ։ Եթե մենք բիզնեսի մասին ենք խոսում, դա ընդհանրապես կարող է լինել, երբ որ մարդը ինչ որ մի բախտի բերմամբ թե պատահմամբ ինչ որ ժամանակ գումար է աշխատում, բայց եթե մենք խոսում ենք բիզնեսի մասին որպես զարգացող օրգանիզմ, այդ դեպքում արդեն փողը նախ առաջին հերթին ծնվում է փոխհարաբերության արդյունքում, որովհետև փողը հենց այնպես չէ, ոչ ոքի չի տրվում, ինչ որ տեսակի փոխհարաբերություն, այստեղ ի նկատի առնում ինչ որ մի բան տալիս ենք, ինչ որ մի բան ստանում ենք, եւ գումարը հանդիսանում է միջոց ինչ որ մի բան տալու, ինչ որ մի բան ստանալու համար եւ այստեղ էլ շատ հետաքրքիր մի բան է, որ փողը ունի իր հոգեբանությունը եւ առհասարակ եթե մենք փողի հոգեբանությունը, այսպես ասած, չունենք մեր մեջ, մեզ համար դժվար է գումար աշխատել։
Եվ սա նույնպես մտնում է այդ կազմակերպական վարքի մեջ, թե ինչպես կարելի է կազմակերպությունում այդ վարքը ունենալ, որպեսզի աշխատել գումար։ Ինչ որ ժամանակ, այո, հայաստանյան կազմակերպությունները եւս կգան այս համոզման, որ չի կարող այդպես լինել, որ փող է աշխատում ենք, որովհետեւ իրականում այս քիչ առաջ պատմածս հենց դրան է վերաբերվում, որ հենց այնպես փողը չի աշխատվի։ Շատ լավ։ Ես օրինակ հանդիպել եմ աշխատելով շատ տարբեր բիզնեսմենների հետ, բիզնեսի սեփականատերերի հետ, ես հաճախ հանդիպել եմ այդ կոնֆլիկտին, որ մարդը ուզում է իր կազմակերպությունը մի տեսակ լինի, բայց չի կարողանում այդպես անի, որ այդ կազմակերպությունը այդ տեսակ լինի, հա, մարդը արդեն այն ինքնագիտակցության այն մակարդակին է, որ հա գումար ունի, շահույթ ունի, դիրք ունի շուկայում, բայց ուզում է ուրիշ ձևի լինեն իր կազմակերպության ներսում փոխհարաբերությունները։ Արդյոք այս փոխհարաբերությունները հենց ինքն է ստեղծել իր անձով եւ իր կառավարման ոճով, թե դա տարբեր գործառույթների հետևանք կարող է լինել։ Վարդի ջան, հիմա ես փորձեմ ձեր հարցին մի քիչ հարցով պատասխանել, եթե թույլ կտաք։ Հա, իհարկե, սիրո։ Ես գիտեմ, որ դուք բավականաչափ մեծ փորձ ունեք կազմակերպությունների հետ աշխատելու եւ հաջող փորձ ունեք, այլապես այս հարցը ես ձեզ չի տա։ Այ նայեք, ըստ ձեր դիտարկմամբ նկատել եք դուք արդյոք, որ յուրաքանչյուր բիզնես սեփականատեր իր անձին համապատասխան ունի բիզնես եւ այդպես է վարում։ Այսինքն իր անձին, իր արժեքներին համապատասխան է բիզնեսը։ Միանշանակ նկատել եմ։ Հա, եւ բնականաբար հենց սրա տակ է թաքնված այդ հարցի պատասխանը, որ քանի որ դա անձին համապատասխան է, հա, բիզնեսը, հետեւաբար այստեղ անձը ինքը զարգանում է, բիզնեսը իր հետ։ Եվ այս զարգացման ընթացքում պարզապես եթե որևիցե այլ հոգեբանական կամ քոուչի խնդիր չունենա բիզնես վարող սեփականատերը, անպայման ազնային աճի խնդիր ունի։ Այսինքն ինչպես անձը զարգանա ավելի դինամիկ, ինչպես անձը իր ողջ պոտենցիալը օգտագործի եւ սա արդեն ազդելու է բիզնեսի վրա։ Եվ բնականաբար այստեղ բիզնես եւ անձ փոխհարաբերությունները այստեղ շատ բարդ կառույց է եւ այս բարդ կառույցի մեջ միշտ բիզնես վարողները ունեն այդ խնդիրը, որպեսզի կարողանան իրենց գտնեն եւ կարողանան իրենց ու բիզնեսի համապատասխանությունը գտնել։ Եթե մենք նկարագրենք հիմա ինքնաբավ եւ իդեալին մոտ, որտեղ հոգեբանության մեջ դե չկան իդեալներ, մոտ ղեկավար, բիզնեսի սեփականատեր, ղեկավար, մարքեթինգների կառավարիչ, այ ինչ հատկանիշներ կառանձնացնեք, որ այդ մարդը պետք է իր մեջ ունենա եւ դասընթացի ընթացքում մարդը կարողանալու է ինչ որ ձևով այդ ամեն ինչը զարգացնել իր մեջ։ Գիտեք, այստեղ ամենաառաջին հերթին ինքնաճանաչումն է։ Ինքնաճանաչումը եւ ինքնավերլուծությունը, հա, երբ որ մարդը ինքը իրեն կարողանում է ճանաչել, ինքը կարողանում է իր process-ները, ներքին process-ները վերլուծել, բնականաբար այստեղ զարգացումը տեղի ունենում ավելի ճիշտ տեսանկյունից։ Հիմնական խնդիրները, որոնք որ թույլ չեն տալիս սրան հասնել, դա այն է, երբ որ օրինակ մարդիկ հանդիպում են տարբեր տեսակի խոչընդոտների եւ այս խոչընդոտների պատճառները տեսնում են դրսում։ Այսինքն աշխատողները այնպեսին չեն, մտածելակերպը այնպեսին չի, կամ չգիտեմ, բիզնես գործընթացները այնպեսին չեն եւ սկսում են փոխել, ինչ որ տարբեր բաներ սկսում են փոխել, որպեսզի հասնեն ինչ որ տեսակի ավելի լավ որակի։ Բայց այստեղ երբ որ անձը ինքը ինքնավերլուծող է եւ ինքնաճանաչող է, այս դեպքում անձը փորձում է դիտարկել, թե իմ մասնակցությունը որն է այսպիսի խոչընդոտին, որովհետեւ մի խոչընդոտ առանց բիզնես վարողի մասնակցության չի լինում։ Եվ բնականաբար մենք փորձում ենք հասնել դրան, որպեսզի սեփական անձը լինի ամենամեծ ինֆորմատորը այն մասին, թե ինչ է տեղի ունենում բիզնեսի հետ։ Որտեղ սովորաբար եթե մենք հենվում ենք մեր դրամաբանական մտածողության վրա, դրամաբանական մտածողությունը չի տալիս մեզ սրա պատասխանները։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մարդը ունենա ինքնաճանաչման կարողություն։ Մենք ենթադրում ենք, որ սա ենք զարգացնում, մարդը ունենա ազնային աճի կարողություն, մենք ենթադրում ենք, որ սա ենք զարգացնում։ Մյուս հատկությունը, որը դարձյալ էլի շատ կարևոր է, սա անորոշ իրավիճակներին դիմանալու կարողությունն է։ Որովհետև եթե մի քիչ համեմատական կարգով նայենք, տեսեք ինչ որ ժամանակ կառավարչի համար որոշակիությունը լավ կառավարման ամենալավ դաշտն է։ Պլանավորելա տենց գնաց։ Այո, պլանավորել, նպատակադրում եւ այլն այսպես։ Ժամանակակից փոփոխվող աշխարհում մենք բնականաբար տեսնում ենք, որ անորոշությունը տիրում ամենուր։ Եվ ստացվում է, որ ժամանակակից կառավարչի համար անորոշությունը դա տարերք է։
Եվ մարդը պիտի կարողանա անորոշ պայմաններում ինքը լուծումներ գտնել այնպիսի իրավիճակներում, որոնք երբևիցե չեն եղել, անալոգներ չկան։ Եվ դրա համար անհրաժեշտ է որպեսզի ներքին բարիերները հաղթահարել, այսինքն ներքին տրավմատիկ բարիերներ են շատ հաճախ լինում, որը որ մարդը ինքը չի էլ կարող գիտակցել, որ ինքը դրանք ունի, որովհետև չի հանդիպել դրան։ Ես, դուք, բոլոր մարդկանց դա հատուկ է, որ մենք կարող ենք ունենալ որոշակի բարիերներ, որոնք չեն առնչվել, քանի դեռ առիթ չի եղել։ Եվ բնականաբար այստեղ անձնային աճի միջոցով փորձում ենք հենց այս բարիերները դուրս բերել, որոնք կարող են անորոշ իրավիճակներում խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի մարդը կարողանա, ասենք, ինչ-որ տեսակի լուծումներ գտնել։ Այսինքն ստացվում է, որ մենք պատրաստում ենք մարդկանց անորոշ իրավիճակներում արդյունավետ գործելու համար։ Բայց անորոշությունը ես մի քանի շաբաթ առաջ մտածում եմ, որ մենք ասում ենք անորոշություն, բոլորս ինչ որ բացասական բան ենք, չէ՞, ընկալում ունենք այդ բառի, բայց չէ՞ որ անորոշության մեջ կարող է sense ֆանտաստիկ ու հեքիաթային բաներ մեզ սպասի։ Եթե մենք պլանավորած ունենք մեր կյանքը, մեր բիզնեսը ու գնում ենք այդ գծով, մենք գնում ենք այդ գծով։ Բայց երբ որ անորոշությունը կարող է շատ լավ անորոշություն է, կարող է, չգիտեմ, մեր բիզնեսը 3 անգամ անսպասելի մեծանում, ահա, մտածում եմ, որ երևի այդ բառը կարելի է նաև, չէ, դրական ընկալել, եթե մենք պատրաստ ենք անորոշություն։ Շատ հետաքրքիր ձևով եք մեկնաբանում, ինչու, որովհետև առհասարակ անձի համար, եթե հոգեբանական տեսանկյունից դիտարկելու լինենք, անորոշությունը անձի համար ամենամեծ վախն է։ Ինչու ենք մենք վախենում մահից, որովհետև մահը ամենամեծ անորոշությունն է, մենք չգիտենք այնտեղ ինչ է լինելու։ Եվ ինչու ենք մենք փորձում ամեն ինչ որոշակիացնել։ Ինչու ենք մենք փորձում կանխատեսումներ անել։ Եթե այսօր նայենք աշխարհում, մենք կտեսնենք, որ կանխատեսումները սրանք մեծ դեր, նշանակություն ունեն, մարդիկ մեծ տեղ են տալիս սրան, եւ անկեղծ ասած ամենաշատ վաճառվող ծառայությունները կանխատեսումներին են վերաբերվում, հա։ Հետևաբար այստեղից կարևոր հետևություն, որ մարդը անորոշության մեջ դժվար է մնում։ Անորոշությունը ինչքան էլ որ պատկերացումներ ունենանք, որ դա կարող է լինել օրինակ ֆանտաստիկ, հեքիաթային ինչ-որ մի բան, այո, այդ պատկերացումները կարելի է ունենալ, բայց նաև հոգեբանական տեսանկյունից դա մեծ վախ է առաջացնում։ Եվ եթե մենք նայենք հոգեբանական առողջության ցուցանիշներից մեկը համարվում է անորոշության նկատմամբ վերաբերմունքը, երբ որ մենք կարողանանք անորոշություն ընդունել։ Եվ ժամանակակից աշխարհը իհարկե դրա առաջ կանգնած է այսօր բոլոր տեսանկյուններով։ Եթե մենք նայենք այսօր ինչ է տեղի ունենում աշխարհում, անորոշություն է։ Ինքը տոտալ անորոշություն է եւ կանխատեսումներ են տեղի ունենում, չգիտեմ, եւ այս տոտալ անորոշության մեջ պատկերացրեք, որ բիզնես վարողները իրենք ինչ որ որոշակիություն պիտի գտնեն։ Այսինքն անորոշությունը ինչ որ միտեղ ներսում առաջացնում է ներքին հնարանների կորուստ։ Եվ ստեղ արդեն մենք օգնում ենք բիզնես վարող անձանց, որպեսզի իրենք գտնեն ներքին հնարանները, որտեղ արտաքին հնարանները իրենք երերուն են։ Ահա, իհարկե։ Արտաքինների վրա հենվելը դժվար է։ Եվ բնականաբար, եթե անդրադառնամ ձեր հարցի պատասխանին, ապա անորոշության նկատմամբ վերաբերմունքը դարձյալ էլի ամենակարևոր կետերից մեկն է եւ ստրեսներին դիմակայել, իհարկե ընդունված է ասել ստրեսակայունություն, բայց պարզապես ստրեսակայունություն որպես այդպեսին ինքը չի լինում։ Լինում է ինքնակարգավորում, լինում է անորոշ իրավիճակներում գործելու կարողություն, լինում է առհասարակ որոշումների կայացման հուզական մասը, որտեղ մենք գիտենք կառավարչական տեսանկյունից ինչպես կարելի է որոշումներ կայացնել, բայց դրա հուզական կողմը ինչպես է մեր ուղեղը առհասարակ գտնում ճիշտ որոշումը եւ մենք ոնց ենք հասկանում, որ դա ճիշտ որոշումն է, արդյոք միայն տրամաբանությամբ։ Երբեմն ոչ։ Երբեմն տրամաբանորեն շատ լավ որոշումները մեզ մոտ չեն առաջացնում։ Երբեմն ինտուիտիվ ենք որոշում կայացնում։ Երբեմն ինտուիտիվը մեր մոտ առաջացնում է այդ վստահությունը, որ սա հենց այն որոշումն է, որը մեզ պետք է։ Այսպիսի հարցերով ենք փորձում կառավարիչներին կամ ղեկավարներին զարգացնել որպես անձ, որը որ թույլ է տալիս ավելի արդյունավետ գործել։ Կարող եմ ասել, որ մենք ղեկավարներին օգնում ենք, որ իրենք դառնան ավելի համարձակի, դեպի ամենասիրած բառն է համարձակ բառը, համարձակության որպես հատկանիշ իմ ամենա լոզունգի նման մի բան է իմ կյանքում, որ մարդ պետք է լինի համարձակ ինձ համար։ Գիտեք, եթե չկա համարձակություն, չկա նաև կյանք։ Այսինքն համարձակություն չկա, մարդը զգուշավոր է ապրում, իսկ զգուշավոր ապրելով մարդը ապրում է այնքան, որպեսզի չմահանա։
բայց ոչ ավելի։ Հիմա եթե բիզնեսի մարդկանց մասին խոսելու լինենք, ապա այդ դեպքում առանց համարձակության իրենք կապրեն, բիզնեսը կապրի այնքանով, որպեսզի հանկարծ չմահանա, իսկ զարգացման մասին խոսք լինել չի կարող։ Այդ տեսանկյունից դուք ճիշտ եք, որ համարձակությունը անհրաժեշտ է, բայց միևնույն ժամանակ այստեղ տեղին է քննարկել, թե համարձակությունը դա ինչի վրա է հենված։ Որովհետև օրինակ ես ունեցել եմ իմ պրակտիկայում մարդիկ, ովքեր որ ունեն մանավանդ պետական աշխատողների մեջ, ովքեր որ ունեն այդ համարձակությունը, բայց իրականում դա խանգարող է։ Ինչու է խանգարող համարձակությունը, որովհետև հենարաններն են թույլ։ Այստեղ անհրաժեշտ է հասկանալ համարձակությունը ինքը որ մակարդակում է գտնվում։ Եթե կան համարձակություններ, որոնք որ ունեն նաև ներքին հենարաններ, այս դեպքում այդ համարձակությունը ինքը կարող է բերել շատ լավ արդյունքների։ Իսկ եթե մարդը պարզապես համարձակ է եւ ինքը առանց ներքին հենարանների է գնում առաջ, որովհետեւ համարձակ է ինչ որ միտեղ գուցե եւ անպատասխանատու։ Իրականությունը չի ընկալում, հա, ուղղակի ներքին, չգիտեմ ինչու մտածում եմ։ Դրա համար պետք է դրանք տարբերել իրարից, շատ հաճախ իհարկե եզրույթներով էլ կարելի է տարբերել, բայց հաճախ նույն բառով է ասվում դրա համար էլ մեջ։ Այսինքն մենք ենթադրում ենք, որ որ կան բիզնեսի ղեկավարներ, կառավարիչներ, որոնք իրականում չգիտեն իրենք ինչ են ուզում, եւ մենք օգնելու ենք բիզնեսի կառավարման տեսանկյունից եւ մենք օգնելու ենք բացահայտել այն, ինչ են ուզում եւ իրենց ավելի արդյունավետ ենք դարձնելու կառավարման մեջ, ճիշտ եմ պատկերացնում։ Նայեք, եթե մեկ բառով ասելու լինեմ, դա ոնց որ կլինի անձնային աճի նման մի բան, որովհետև ի վերջո մեր աշխատանքը նպաստում է մեր անձնային աճին։ Սա այդ տեսանկյունից։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ իրենք չգիտեն ինչ են ուզում, սկզբունքորեն ոնց որ թե ես կասեի, որ ծանոթացնելու ենք իրենց հետ։ Որովհետև շատ հաճախ այն ինչ որ մարդը ուզում է եւ այն ինչ որ գիտակցելի է լինում մարդու համար, շատ հաճախ դրա քողարկված կողմը դեպի գիտակցական դաշտ չի բարձանում։ Եվ սկզբունքորեն անհրաժեշտ է լինում բարձրացնել դա գիտակցական դաշտ, որպեսզի մարդը կարողանա իր զարգացման հեռանկարները տեսնի։ Այլապես այն ինչով որ մարդը զբաղվում է, դա այսպես թե այնպես ինչ որ մի կերպ իր ուզածն է, բայց արդյոք դա գիտակցելի է եւ իր ուզածը իր որ մի պահանջմունքն է բավարարում։ Այսքան խորքային տեսանկյունից պիտի բացահայտենք։ Շատ խորքային, հետաքրքիր եւ նաեւ անհատական աշխատանքներ եք կատարում գործարարների հետ, որ օրինակ եթե իրենց պետք է կարող են ձեզ հետ անհատապես աշխատել եւ դա կարող է թերապիա չլինի, այլ քոուչինգ լինի։ Շատ են խառնում քոուչինգ եւ թերապիա, քոուչինգը ձեր վերջին հարցազրույցն էլ լսեցի ամրապնդեցի, հա, ոնց որ այդ հատվածը քոուչինգը ավելի ուղղված է ապագային եւ մարդուն ավելի արդյունավետ դարձնելուն, իսկ հոգեթերապիան անցյալին եւ անցյալի տրավմաներին մարդը կարող է գալ եւ աշխատել իր արդյունավետության հետ եւ դա թերապիա չլինի։ Իհարկե այդտեղ խաչման կետեր կարող են լինել, որովհետեւ լավ քոուչը նաեւ հոգեթերապևտ է, ով կարող է հասկանալ, որ մանկությունից եկած տրավման խանգարում է, որ առաջ գնա եւ այսպիսի քոուչինգ սեսիաներ նաև անհատապես հնարավոր է անցկացնել, հա, ոնց որ գործարարների հետ, որոնք կարողանան շատ անգամներ ավելի արդյունավետ դարձնել իրենց աշխատանքը եւ անձնական կյանքը։ Իդեպ աշխատանքի արդյունավետությունը օգնում է, որ նրանք անձնական կյանքում էլ արդյունավետ եւ երջանիկ լինեն, թե ոչ։ Չի կարող չօգնել, որովհետեւ անձնական կյանքում դժբախտ մարդը չի կարող ունենալ հաջող բիզնես։ Դրանք իրար հետ փոխկապակցված են, իսկ եթե մարդը իր անձնական կյանքում լինի դժբախտ, բայց բիզնեսում ինքը ապրի, անպայման ինչ որ միտեղ դա անդրադառնում է բիզնեսի վրա եւ հետեւաբար բիզնեսը այնքանով որքանով որ կա, ունի ավելի մեծ պոտենցիալ եւ անձնական կյանքում դժբախտ լինելը ազդում է նրա վրա, որ այդ պոտենցիալը պարզապես չիրագործվի։ Սա մեկ եւ մյուսը ինչը որ վերաբերվում էր անհատական աշխատանքներին, այո, շատ հաճախ անհրաժեշտ է լինում հենց այս անհատական աշխատանքները եւ սկզբունքորեն մեր մոտեցման հիմքը կարծես թե այն է, որ մենք չգնանք թերապևտիկ դաշտ, պարզապես մենք հասկանանք, թե անձը իր անցյալի եւ ներկայի դաշտերը ինչպես է կարողանում իրարից տարբերել, որովհետեւ շատ հաճախ անցյալում եղած խնդիրները, որոնք որ գիտակցված չեն անձի կողմից, ինքը սկսում է խաղարկել իր ներկայի դաշտում։ Այսինքն ինչ որ միտեղ ինքը պատեռն է ձևավորել եւ այդ ձևավորած պատեռնը ինքը աշխատացնում է իր այսօրվա ներկայի դաշտում եւ ինքը չի էլ նկատում, որ անում է այնպիսի մի բան, որը որ
ներկայի դաշտի հետ որևէ մի կապ չունի։ Այս դեպքում արդեն մենք օգնում ենք դա գիտակցել։ Մենք իհարկե չենք գնում, եթե քոուչինգի տեսանկյունից խոսեմ, հա, մենք իհարկե չենք գնում այդ խնդիրը լուծելու, եթե իհարկե դրանք շատ խորքային, շատ այսպես արմատապես տրավմատներ չեն, մենք գնում ենք գիտակցման եւ ներկայի դաշտը պարզապես ազատելով անցյալի դաշտից։ Եվ սա հետաքրքիր զիգզագի նման աշխատանք է դառնում, երբ որ մենք խնդիրը տեսնում ենք անցյալում, բերում ենք ներկայի դաշտում, խնդիրը ենթարկում ենք շտկման եւ հետո այո գնում ենք դեպի ապագա։ Սա հետաքրքիր աշխատանք է, անկեղծ ասած, եւ բավականաչափ արդեն փորձարկված է եւ տալիս է իր արդյունքը։ Անհատական այսպիսի աշխատանքներ եւս կլինեն եւ խմբային կլինեն նաեւ։ Շատ լավ, եւս մեկ անգամ շնորհակալություն, որ այսօր ինձ հյուր եկաք, Լաուրա ջան, հիշեցնեմ եւ տեղեկացնեմ, որ դասընթացը նախատեսված է ապրիլի 3-ից սկսել եւ այն մարդիկ, ովքեր հետաքրքրություն կցուցաբերեն, կարող են զանգահարել 096 45 06 45 հեռախոսահամարով եւ ստանալ մանրամասն տեղեկատվություն դասընթացի վերաբերյալ։ Ես այսպես լիցքավորվեցի, կարծում եմ ձեզ լսողներն էլ, հա, ոնց որ այսպես կլիցքավորվեն ու կհասկանան, նույնիսկ կգիտակցեն են մարդիկ, ովքեր երբեք չեն խորացել հոգեբանության մեջ, որ իսկապես մեզ այս պահին կարող է թվալ, որ մենք շատ արդյունավետորեն կառավարում ենք մեր թիմը, մեր ընկերությունը, ունենք ինչ որ չափի եկամուտ, բայց մենք դա պետք է անենք իսկապես արդյունավետ եւ ժամանակի թելադրանքով եւ մեր ներսի, հա, ոնց որ պահանջմունքների եւ իհարկե բիզնեսի պահանջմունքների բավարարման հիման վրա բոլորը իհարկե կգան այդ կետին եւ այնպես է որ քանակը մարդկանց ովքեր իսկապես գնում են դեպի այս կառավարչական համակարգ շատ օրորի ավելի մեծանում է։ Շնորհակալություն ձեզ հրավերի համար։ Դուք լսում եւ դիտում եք Գործագործ հաղորդաշարը, շնորհակալություն։